Նայեք, ելքը տեսնում ենք նախ եւ առաջ օրենսդրական համակարգի փոփոխության մեջ, որտեղ այն քրեական օրենսգիրքը, որը հաստատել է այսօրվա ռեժիմը, սա իրան հնարավորություն է տալիս քրեական ամբողջ իրավապահ համակարգը վերածել ռեպրեսիվ համակարգի, ու ռեպրեսիաները գնում են տարբեր ուղղություններով, ռեպրեսիաները գնում են նաև մարդկանց նկատմամբ մասսայական քրեական գործերի հարուցման պատճառով, եւ այս իրավիճակը նաև որոշակի վախի մթնոլորտ է ստեղծում։ Այս վախի մթնոլորտով է պայմանավորված, ազդում է ամբողջ քաղաքական իրավիճակի վրա։ Նաև սա ազդում է սրա պատճառները, նաև ինչպես նշեցի իմ զեկույցի սկզբում, պայմանավորված է սոցիալական այն իրավիճակով, որ կա Հայաստանում, երբ որ բնակչության 30%-ից ավելին աղքատության ցածր մակարդակի վրա է գտնվում, պայմանավորված է թմրադեղերի մասսայաբար տարածմամբ, որը նորից, ինչպես նկատեցիք, բավականին քրեական գործեր չնայած հարուցում են, բայց դա ոչ մի կերպ չի նպաստում դրա նվազմանը, այլ ավելի տարածմանը։ Եվ իհարկե պայմանավորված է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը, որ կա Հայաստանում։ Սա պայմանավորված գործողական ռեժիմի ատելության քարոզով, որը մասսայաբար զանգված այն մենք տեսնում ենք։ Այսինքն ռեժիմը պիտի փոխվի, որը խնդիրները լուծվեն։ Օրինակ, իմ կարծիքով, այո, մինչև ռեժիմը չփոխվի քաղաքական, այս իրավիճակը միայն վատթարանալու է, որովհետև իրանք ոչ թե այնքան զբաղված են Հայաստան քրեածին իրավիճակի նկատմամբ դեմ պայքարով, այլ զբաղված են քաղաքական հետապնդումներով։ Ամբողջ մեր իրավապահ համակարգը, ասենք ասենք, ինքը քաղաքական հետապնդումների ուղղորդված մարմին է այսօր, ցավոք սրտի, եւ հիմա էլ զբաղված են ասենք թե եկեղեցիներ զավթելով, էլի գնում են այստեղ այնտեղ տարբեր եկեղեցիներ գրավում են եւ փորձում են այդ եկեղեցիների նկատմամբ եւ եկեղեցիներում ինչ որ միջոցառում կազմակերպել, որ իրենք կոչում են պատարակներ։